44-օրյա պատերազմի ժամանակ ջրականի նորակոչիկների գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանի դատավճիռը կբողոքարկվի թե ոչ դեռ հայտնի չէ։ Կողմերը սպասում են դատավճիռի պատճառաբանական մասի հրապարակմանը։ Վահանյանը դատապարտվեց 16 տարվա ազատազրկման հոկտեմբերի 10-ին, մեղավոր ճանաչվելով 5 տարի առաջ հենց այդ օրը Խորհրդսարի վրա տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում մարտադաշտ ինքնակամ լքելու եւ իշխանության անգործության համար։ Նրա հրամանատարության ներքո մոտ 300 զինծառայող է եղել։ 2020 թվականի հոկտեմբերի 10-ին մոտավորապես կեսօրին հակառակորդի հանկարծակի հարձակում է իրականացվել ուսումնական գումարտակի ստորաբաժանման կողմից զբաղեցրած բնագծերի ուղղությամբ եւ այս պայմաններում անհրաժեշտություն է առաջացել Իշխան Վահանյանի համար որպես գումարտակի հրամանատար իրականացնել իր պարտականությունները։ Կայուն անընդհատ կամ օպերատիվ կերպով իրականացնել իր ենթակա զինծառայողների ղեկավարումը, նահանջի անհրաժեշտության դեպքում պարտադիր ստանալ վերադաս հրամանատարի թույլտվությունը, սահմանել այն բնագիծը, որտեղ պետք է նահանջի տվյալ ստորաբաժանումը, հրամանատարի ժամանակավոր բացակայության դեպքում իր պարտականությունների կատարումը թողնել տեղակալին, այդ թվում ղեկավարման կարևորագույն օղակներից կապի միջոցը։ Սրանք նորմատիվ իրավական ակտերով սահմանված պարտականություններից մի քանիսն են, որ պետք է կատարեր Վահանյանը։ Մենք որևէ փաստական տվյալ ձեռք չբերեցինք, որ Իշխան Վահանյանը կատարել է իմ կողմից նշված այդ նորմերով սահմանված պարտականությունները եւ օգտագործելով Խորհրդսարում տեղի ունեցած մարտերի ժամանակ աճ ազդրի շրջանում ստացած թեթև ծանրության աստիճանի մարմնական վնասվածք ստանալու հանգամանքը թողել է մարտադաշտը եւ առանց որևէ կոնկրետ խնդիր առաջադրելու տեղափոխվել է եւ բուժում է ստացել համապատասխան կայազորային զինվորական հոսպիտալում։ Հրամանատարի մարտադաշտը լքելու հանգամանքը անկանոն իրավիճակ է ստեղծել։ Դատաքննության ընթացքում տուժողները եւ վկաները նշել են, որ տեսնելով հրամանատարի հեռանալը, իրենք բարոյահոգեբանական ծանր վիճակում են հայտնվել։ Նրանք նշեցին, որ տեղյակ չեն եղել, թե որ ուղղությամբ պետք է կատարվի նահանջը։ Տեղյակ չեն եղել այն մասին, որ Հադրութ քաղաքում տեղակայված է կամ գտնվում է արդեն հակառակորդի ստորաբաժանումներ եւ դրա արդյունքում ստորաբաժանման մեծ մասը գնացել է Հադրութի ուղղությամբ։ Հակառակորդի հետ մարտերի ընթացքում զինծառայողների մի մասը զոհվել է, մի մասը գերեվարվել, մյուսների գտնվելու վայրն անհայտ է առ այսօր։ Իսկ արդյոք նորակոչիկները պետք է մասնակցեին մարտական գործողությունների։ Ծնողների կողմից մշտապես բարձրացվել է այդ հարցը եւ բնականաբար պատշաճ քննության առարկա է դարձվել։ Իմ կողմից եւս ուսումնասիրվել են այդ ոլորտը կարգավորող նորմատիվ իրավական ակտերը, սակայն որևէ արգելք նորակոչիկներին մարտական ծառայության ընդգրկելու վերաբերյալ չկա։ Բնականաբար հասկանալի է, որ նորակոչիկները իրենց մարտական պատրաստվածության վիճակում համեմատելի չեն, ավելի երկար ժամանակ ծառայած զինծառայողների հետ, բայց փաստը մնում է այն, որ նման արգելք չունենք։ Միակ արգելքը դա նորակոչիկների կողմից զինվորական երթումը տալ եւ չտալու հանգամանքն է։ 5 տարի տևած դատաքննության ընթացքում Վահանյանն այդպես էլ իրեն մեղավոր չհամարեց։ Պնդում էր, որ իրական մեղավորները դրսում են։ Նաեւ նշում էր, որ իր անգործությունը, եւ մարտադաշտից դուրս գալը պայմանավորված է եղել մարտի դաշտում վիրավորում ստանալով։ Մենք ստացանք փաստական տվյալներ, որ Իշխան Վահանյանը 2020 թվականի սեպտեմբերի 29-ին իր աջ գոտկատեղի հատվածում եւս ստացել է բեկորային վիրավորում եւ դատաքննության ընթացքում նաև հարցաքննեցինք համապատասխան բժիշկ մասնագետների եւ այդ բժիշկ մասնագետները նշեցին, որ այն մարմնական վնասվածքները, որոնք ստացել է Իշխան Վահանյանը, թե 2020 թվականի սեպտեմբերի 29-ին եւ թե 2020 թվականի հոկտեմբերի 10-ին չեն զրկել նրան ինքնուրույն գործելու, քայլելու կամ իր գործողություններն առհասարակ ղեկավարելու ունակությունից։ Սակայն առաջին վիրավորման դեպքում Իշխան Վահանյանը տեղում ստացել է առաջին բուժօգնություն եւ շարունակել է իր պարտականությունների կատարումը։ Երկրորդ դեպքում որոշել է, որ պետք է բուժումը շարունակի զինվորական հոսպիտալում։ Դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ հիմնավորվել է, որ երկու մարմնական վնասվածքներն էլ նույն բնույթի եւ նույն ծանրության աստիճանի։ Հիմա հարց. կարող էր արդյոք Իշխան Վահանյանը շարունակել իր պարտականությունների կատարումը
ինչպես դա արել է 2020 թվականի սեպտեմբերի 29-ին։ Կարծում եմ, այո։ Ըստ դատախազի դատարանում 4 տասնյակից ավելի վկաներ եւ տուժողներ են հարցաքննվել եւ այդ ընթացքում որևէ փաստական տվյալ, որը կհիմնավորեր Իշխան Վահանյանի հակափաստարկները, ձեռք չի բերվել։ Վահանյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել 11 տարի 10 ամիս 4 օրը։ Մեղադրողը 18 տարի էր պահանջել, տուժող կողմը առավել խիստ պատիժ։ Դատանը նաեւ լրացուցիչ պատիժ էր նշանակել Վահանյանին զրկելով մայորի զինվորական կոչումից։ Թե մեղադրող, թե տուժող եւ թե պաշտպանական կողմերը լուրերի հետ զրույցում ասացին, բողոքարկելու հարցը կքննարկեն, երբ ստանան դատական ակտը։ Տաթև Խաչատրյան, Մհեր Կիրակոսյան, լուրեր։